Բարև ձեզ, Շանթ Գյումրիի եթերում լրատվության ժամ է, այսօր մարտի 10-ն է, երեքշաբթի։ Հայաստանի կառավարությունը որդեգրել է միջուկային էներգիան որպես էներգետիկ անվտանգության էական գործոն պահպանելու քաղաքականությունը։ Այս մասին Փարիզում կայացած միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովին հայտարարել է վարչապետ Փաշինյանը։ Այսօր անվտանգության տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ գործող միջուկային ռեակտորների կյանքի երկարաձգումն ապահովում է զրոյական արտանետումների հասնելու ժամանակին եւ ծախսարդյունավետ ուղի։ Այս համատեքստում Հայաստանը, ինչպես այստեղ ներկայացված շատ երկրներ, մեկնարկել է հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման կյանքի մինչև 2036 թվականը երկարաձգման ծրագիր։ Այս երկարաձգումն ամուր հիմք կդնի նոր միջուկային էներգաբլոկի բարեհաջող եւ անվտանգ անցման համար։ Այս նպատակով մեր ուշադրությունը կենտրոնացած է քաղաքացիական միջուկային էներգիայի նորարարությունների վրա, մասնավորապես փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաների վրա, որոնք խոստումնալից հեռանկարներ են առաջարկում։ Հաջող պահանջարկը խրախուսում է առաջատար ընկերություններին մշակել ավելի անվտանգ եւ ավելի ճկուն լուծումներ, ավելի կարճ շինարարական ժամկետներով եւ ընդլայնման ենթակա հզորությամբ, որոնք կարող են ավելի լավ համապատասխանել ազգային էլեկտրացանցերի կարիքներին։ Հաշվի առնելով այս հանգամանքները, Հայաստանը որոշում է կայացրել փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի կիրառման վերաբերյալ։ Ներկայումս մենք ուշադիր ուսումնասիրում ենք տեխնոլոգիաները եւ գնահատում միջազգային գործընկերների առաջարկները։ Ընտրության գործընթացն առաջնորդվում է հուսալիության, երկարաժամկետ կայունության հաշվառմամբ եւ միջուկային անվտանգության, պաշտպանվածության եւ չտարածման բարձրագույն չափանիշներին մեր նվիրվածությամբ։ Գերազանցություններ՝ մինչև 2050 թվականը միջուկային էներգիայի զարգացման ճանապարհին որակավորված աշխատուժը կլինի միջուկային ոլորտի հիմքը, նախագծումից եւ կառուցումից մինչև անվտանգ շահագործում, պահպանում եւ ի վերջո շահագործումից հանում։ Ուսուցման եւ կրթական ծրագրերի իրականացումը կարեւոր է անհրաժեշտ աշխատուժի արկայությունն ապահովելու համար։ Այս առումով Հայաստանը բարձր է գնահատում միջազգային համագործակցությունը թե երկկողմ, թե բազմակողմ ձևաչափերով։ Ուրախ եմ նշել, որ այս ջանքերի եւ հայ մասնագետների նվիրվածության շնորհիվ հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ողջ ընթացքում միջուկային կամ ճառագայթային անվտանգության հետ կապված որևէ միջադեպ տեղի չի ունեցել։ Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպել է ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ։ Զրուցակիցները քննարկել են խաղաղ նպատակներով միջուկային էներգետիկայի զարգացմանը վերաբերող հարցեր։ Կողմերը կարևորել են միջուկային անվտանգության, տեխնիկական համագործակցության, ինչպես նաև փորձագիտական աջակցության ծրագրերի շարունակական իրականացումը։ Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի էներգետիկ ոլորտում ընթացող ծրագրերի, փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաների, միջուկային էներգիայի զարգացման հեռանկարների շուրջ։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մոտ է Իրանում իր նպատակներին հասնելուն։ Նա նշել է, որ իրենք զգալիորեն առաջ են անցել իրենց ժամանակային կանխատեսումներից եւ տարածաշրջանում պատերազմը շուտով կավարտվի։ Իրանն էլ հայտարարել է, որ իրենց երկիրը կորոշի, թե երբ է պատերազմը ավարտվելու։ Մերձավոր Արևելքի զարգացումները ռեպորտաժում։ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների 11-րդ օրը Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ Իրանում պատերազմի խնդիրները գործնականում կատարված են։ Մենք ամբողջությամբ ոչնչացրել ենք Իրանի բոլոր ուժերը, նրանց ռազմածովային ուժերի մեծ մասը ծովի հատակին է, ինձ նոր ասացին, որ խոսքը 51 նավի մասին է։ Ես չգիտեի, որ նրանք այդքան շատ ունեն։ Մենք շարունակում ենք թիրախավորել նրանց հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի արտադրությունները, նրանց հրթիռային կարողությունը նվազել է մինչև 10%։ Մինչ այժմ մենք հարվածներ ենք հասցրել ավելի քան 5000 թիրախի։ Դոնալդ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն մի քանի կարևոր թիրախ է թողել հետագայի համար։ Նա ասել է, որ ցանկանում է հետևել իրադրության զարգացմանը, նախքան հետագա հարվածների մասին որոշում կայացնել է։ Միևնույն ժամանակ Սպիտակ տան առաջնորդը հայտարարել է, որ Իրանի դեմ սկսված ռազմական գործողությունը կարող է ավարտվել ավելի արագ, քան նախկինում էր նախատեսված։ Երբ լրագրողները հետաքրքրվել են նախագահից արդյոք պատերազմը կավարտվի այս շաբաթ, Թրամփը բացասական պատասխան է տվել։ Նա միայն ասել է, որ դա տեղի կունենա շատ շուտով։ Դոնալդ Թրամփը նաև հայտարարել է, որ Վաշինգտոնը ժամանակավորապես կդադարեցնի մի շարք երկրների նկատմամբ սահմանված նավթային պատժամիջոցները։ Մենք ժամանակավորապես կհրաժարվենք նավթի հետ կապված պատժամիջոցներից գինը նվազեցնելու համար։ Որոշ երկրների նկատմամբ պատժամիջոցներ են գործում։ Մենք կդադարեցնենք այդ պատժամիջոցները, մինչև այս հարցը կարգավորվի։ Եվ ով գիտե, գուցե հետագայում անհրաժեշտ չլինի վերականգնել այդ պատժամիջոցները, որովհետև խաղաղ է լինելու։ Նա նշել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը եւ նրա գործընկերները կուղեկցեն նավերը Հորմուզի նեղուցով, եթե դրա կարիքը լինի։ Արևմտյան լրատվամիջոցները գրել են, որ էներգակիրների գների աճը զսպելու համար Թրամփի վարչակազմը մասնավորապես քննարկում է ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցների հետագա մեղմացման հարցը։
Ի դեպ, նավթի համաշխարհային շուկայում տիրող իրավիճակը, Իրանի շուրջ հակամարտությունը եւ Ուկրաինայում ղեկավարման բանակցությունները Դոնալդ Թրամփը քննարկել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Ռուսական կողմի հաղորդմամբ Պուտինն իր տեսակետներն է ներկայացրել ուղղված Իրանում հակամարտության արագ քաղաքական եւ դիվանագիտական կարգավորմանը։ Հեռախոսազրույցը եղել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ եւ տևել է մոտ 1 ժամ։ Այն կողմերի բնորոշմամբ եղել է կորցնական, անկեղծ եւ կառուցողական։ Մերձավոր Արևելքում հակամարտության շուտապույտ ավարտի մասին Թրամփի հայտարարությունից հետո նավթի գինը նվազել է։ Այսպես Brent տեսակի նավթի գինը նվազել է 4.4%-ով, հասնելով 1 բարելի դիմաց 94.79 դոլարի, իսկ WTI նավթի գինը 4%-ով հասնելով 1 բարելի դիմաց 90.96 դոլարի։ Իրանում արձագանքել են պատերազմն արագ ավարտելու մասին Թրամփի հայտարարությանը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ իրենք կորոշեն պատերազմի ավարտը։ Նրանք նաև նշել են, որ Թեհրանը թույլ չի տա նույնիսկ 1 լիտր նավթ արտահանել տարածաշրջանից, եթե Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարձակումները շարունակվեն։ Իր հերթին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ամերիկյան PBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է շարունակել հարձակումներն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Նա նաև բացառել է բանակցությունները։ Չեմ կարծում, որ ամերիկացիների հետ բանակցություններն այլևս սեղանին կլինեն։ Մենք շատ դառը փորձ ունենք նրանց հետ բանակցությունների հարցում։ Մենք բանակցություններ վարեցինք նրանց հետ անցած տարի եւ անցած հունիսին նրանք հարձակվեցին մեր վրա։ Այս տարի կրկին նրանք համոզեցին մեզ, որ ցանկանում են բանակցել, որ մտադրություն չունեն հարձակվելու։ Մենք համաձայնեցինք եւ բանակցությունների 3 փուլերից հետո, երբ ամերիկյան կողմն էլ ասաց, որ բանակցություններում մեծ առաջընթաց ենք գրանցել, նրանք միևնույն է, որոշեցին հարձակվել։ Արաղչին նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը կարծում էին, որ կարող են 2 կամ 3 օրվա ընթացքում հասնել հաղթանակի, բայց ձախողվեցին եւ հիմա փորձում են այլ տարբերակներ։ Անահիտ Հակոբյան, Հորիզոն։ Իրանի եւ Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան անօրինական է համարում Իրանի դեմ ռազմական գործողությունները, սակայն դատապարտում է նաեւ Թեհրանի հարվածները տարածաշրջանի երկրներին։ Թուրքիայի օդային տարածքի խախտումը երբեք չի կարող արդարացվել եւ Անկարան ինքնապաշտպանական միջոցներ կձեռնարկի, հավելել է Էրդողանը։ Մասուդ Փեզեշքյանը վստահեցրել է, որ Թուրքիայի օդային տարածք ներխուժած հրթիռները Իրանից չեն արձակվել։ Նա խոստացել է, որ իրանական կողմը հետաքննություն կանցկացնի։ Էրդողանը իր հերթին պատրաստակամություն է հայտնել օգնելու ապաեսկալացիայի գործում։ Իրանի կանանց ֆուտբոլի հավաքականի 5 անդամներ Ավստրալիայում մարդասիրական վիզաներ եւ ապաստան են ստացել։ Նրանց անվտանգության հետ կապված մտահոգություններ են առաջացել այն բանից հետո, երբ նրանք հրաժարվել են կատարել Իրանի օրհներգը։ Ավստրալիայի ներգաղթյալների նախարար Թոնի Բուրգը հայտարարել է, որ Ավստրալիայի ոստիկանությունը կանանց տեղափոխել է անվտանգ վայր։ Ըստ հաղորդագրության, կանայք պետք է վերադառնային տուն, սակայն երկրպագուները մտահոգություն էին հայտնել նրանց անվտանգության համար, քանի որ թիմը հրաժարվել էր երգել ազգային օրհներգը նախորդ շաբաթ Հարավային Կորեայի դեմ խաղից առաջ։ Այս քայլը քննադատություն էր առաջացրել Իրանում, նրանց պատժելու կոչեր էին հնչել։ Մարտի 9-ին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social հարթակում պահանջել էր գործողություններ ձեռնարկել, պնդելով, որ Ավստրալիան պետք է ապաստան տա կանանց։ Միացյալ Նահանգները կընդունի նրանց, եթե դուք չընդունեք, հավելել էր նա։ Թրամփը նաև նշել էր, որ խաղացողներից մի քանիսը իրենց պարտավորված են զգում վերադառնալ, քանի որ անհանգստանում են իրենց ընտանիքների անվտանգության համար, այդ թվում ընտանիքի անդամներին ուղղված սպառնալիքների պատճառով, եթե նրանք չվերադառնան։ Արթիկի եւ տարածաշրջանի 23 գյուղերի բնակիչների համար նոր բժշկական կենտրոնի կառուցումը կտևի եւս 2 տարի։ Արթիկի հիվանդանոցը իր բոլոր բաժանմունքներով, ինչպես նաեւ Արթիկի մոր եւ մանկան կենտրոնը կտեղափոխվեն բոլորովին նոր չափանիշներով կառուցվող տիպային առողջապահական կենտրոն։ Սպիտակի երկրաշարժից հետո Արթիկի չգործող հանքերի տեղում լիտվացի շինարարները նոր լմբատ թաղամասը կառուցեցին։ Ինչպես Գյումրիում 92-93 թվականներին Արթիկ քաղաքից դուրս նոր թաղամաս կառուցելու ծրագրերն անավարտ մնացին։ Բարձրադիր հատվածում քարքարոտ ու ամայի վայրում մոտ 3 հեկտար հողատարածքը հատկացվեց Արթիկի տարածաշրջանի համար նոր բժշկական կենտրոնի կառուցմանը։ Մոտ 2500 քառակուսի մետրը կառուցապատման տակ է այժմ։ Արթիկ բժշկական կենտրոնը ներկայիս հիվանդանոցից մեծ շենք է ունենալու, այն եռահարկ տիպային կառույց է լինելու անհրաժեշտ ենթակառուցվածքներով եւ ճանապարհային հասանելիությամբ։ Շինարարությունը արագ տեմպերով է գնում։ Անցած տարվա հունիսից է տեխնիկան մտել շինհրապարակ։ Նախագծով բժշկական կենտրոն ունենալու է 4 մասնաշենք։ 9 ամսում շինարարները 2 մասնաշենքի հիմնակմախքի աշխատանքներն ավարտում են։
Այս պահին առաջի երկրորդ մասնաշենքը նկուղային հարկով մինչև երրորդ հարկը մի 80% ավարտված է աշճաններով, բաներով։ Այդ երրորդ եւ չորրորդ մասնաշենքերը մի այս պահի դրությամբ առաջի հարկի մագարտակի վրա ենք, նկուղային հարկ չունեն։ Բժշկական նոր շենքում են տեղակայվելու ոչ միայն Արթիկի հիվանդանոցի բոլոր բաժանմունքները, նաև պոլիկլինիկական ծառայությունն ու Արթիկի ծննդատունը։ Տիպային շենքում է տեղավորվելու 75 մահճակալ, ներկայում հիվանդանոցն ունի 25-ը։ Բոլոր բուժծառայությունների մեկտեղումը տիպային շենքում բնակչության օպտիմալ ու արդյունավետ սպասարկում է ենթադրում։ Ծանրաբեռնվածությունն ավելանալու է, կենտրոնը Արթիկի ու հարևան 23 գյուղերի բնակիչների համար է։ Պետությունը 3.5 միլիարդ դրամ է ներդնում նորակառույց բժշկական կենտրոնի կառուցման, ժամանակակից բուժ սարքավորումներով ապահովման համար։ Ժամանակակից տեխնոլոգիաներով ամեն ինչով շինություն է հագեցած է, ամեն հիվանդանոցային համարերին ինչ որ պահանջում է MRT, կատե ամեն ինչ կա էլի, բացել փախստարանով է, հետո իր մեջ կա բանի ինֆեկցիոն բաժանմունք, սա ամեն բաժանմունքները կա։ Ծննդատուն ինֆեկցիոն բաժանմունք, որը այն հիվանդանոցի մեջ չկային, դրանք առանձին էին, հիմի կենտրոնացված։ Տարածաշրջանը սպասարկող շտաբ բուժօգնության մեքենաները նոր բժշկական կենտրոնի տարածքում կունենան տեղակայման կետ, առայժմ 2-3 մեքենայի համար։ Արթիկի կենտրոնից մոտ 1.5 կիլոմետր հեռավորության վրա կառուցվող առողջապահական հաստատությունը ինժեներական եւ կոմունիկացիոն ենթակառուցվածքներով ապահովված է լինելու։ Պայմաններ ստեղծելու դեպքում նախատեսում են, որ գրեթե չբնակեցված Լմբատ թաղամասը քաղաքաշինական հեռանկարներ կունենա։ Բուժծառայությունները ժամանակակից սարքավորումներով ապահովելն անհեռանկարային էր համարվում ոչ տիպային այս շենքում, որը 80 տարուց ավելի է հիվանդանոց է եւ սպասարկում է ավելի քան 55,000 բնակչի։ Կատարված աշխատանքները երկհարկանի հին շենքում եղել են մասնակի կամ կոսմետիկ վերանորոգումներ։ Ստացիոնար բաժանմունքում, որտեղ հիվանդներ են պարկում, վերջին վերանորոգումները եղել են 2006 թվականին, 20 տարի առաջ։ Վիրահատական ու մյուս բաժանմունքներում պայմաններն անհամատեղելի են, բայց տարեկան ստացիոնար բուժում է ստանում 1000-ից ավելի մարդ։ Նոր բժշկական կենտրոն ունենալու սպասումով աշխատող բուժանձնակազմը հեռու մնաց հարցազրույցներից, ըստ իրենց կարծիք հայտնել այս ընթացքում պետք չէ։ Բարդ վիրահատությունների ու շատ դեպքերի համար Արթիկի հիվանդանոց չեն դիմում, բուժառուները հիմնականում գալիս են ստուգվելու համար։ Աշկս վիրահատել են Մալայանը, մեր ստեղ կուկամ հաջախագի ստուգումների։ Ստեղ մենակ ստուգումներ մեկ է Գյումրի կենտրոնը միշտ գնաց է, մեկ էլ Երևան եմ եղել։ Մեկ քանի տարի առաջ եմ օգտվել, ոչ մեկ է։ Հարավն է, մեկ էլ տեղն եմ օգտվել։ Ինչ շենքի կառուցած, այսինքն ծածկը փայդից ծածկ է։ Դա այսինքն շենք, որպես այդպեսին չի կարելի ասել, էլի։ Այնտեղ որևէ չափորոշիչ չկա, լիֆտ չկա, այսինքն մարդուն հանել ցիվանդին մի կերպ հազիվ հանում են։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում եւ դրանից հետո ռազմագերների կողմից կառուցված շենք, որևէ չափորոշիչ չի անպասանում, հետեւաբար մենք Արթիկում ի ուրախություն մեր բոլորի կունենանք գեղեցիկ, կահավորված, բոլոր ծառայությունները կլինեն մեկ շենքում, մեկ տարածքում, այնտեղ նաեւ կա ուղղաթիռի կայանման տեղ։ Արտաքինից նայվող ճարտարապետական տեսք ունեցող 80 տարվա հիվանդանոցը ներսից է քայքայվում։ Հին շենքից բուժ սարքավորումային ու այլ գույն գրեթե չեն տեղափոխելու կառուցվող նոր բժշկական կենտրոն։ Նորակառույցի շահագործումը պլանավորված է 2027 թվականի վերջին։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այժմ լրահոսը եւս սպառված է, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։